Իսկ դու արդեն որոշել ես, թե որ երկրներ պիտի այցելես 2025 թվականին։ Եթե դու ես հոգնել օրեր շարունակ հարցումների անպատասխան մնալուց, դիմիր Travel with N տուրիստական գործակալություն, սպասեցնել չեն տա, անմիջապես կստանաս լավագույն առաջարկները, տուրփաթեթներ, ավիատոմսեր, հյուրանոցների լայն ընտրանի, էքսկուրսիաներ, սոցփաթեթի սպասարկում եւ ամենակարևորը 24/7 ձևաչափով բարեհամբույր սպասարկում։ Travel with N 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցում եմ դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանից հետ, շնորհակալ եմ պարոն Սուրենյան։ Ես եմ շնորհակալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ իրեն լիցքավորել են էջմիածինցիկ, վաղարշապատցիները, հայ եկեղեցու վրա նոր հարձակումներ պլանավորելու բան։ Դուք այդպիսի լիցքավորում տեսաք վաղարշապատցիների կողմից։ Նախ Նիկոլ Փաշինյանը այս անգամ էլ ստում է, որտեղ օրինակ իր տեխնացում փախչում էր եկեղեցու վերաբերյալ ցանկացած հարցից։ Ու երևի ճիշտ էլ անում էր, որովհետև այդ ընտրությունները նախ բացարձակապես եկեղեցու մասին չէին։ Միակ կապը հայ առաքելական եկեղեցու եւ այդ ընտրությունների աշխարհագրությունն է։ Այսինքն այն, որ Մայրաթորը գտնվում է Վաղարշապատ համայնքի վարչական սահմաններում։ Բայց Մայրաթորը միայն Վաղարշապատի հոգևոր կենտրոնը չի։ Իհարկե։ Մյուս կողմից եկեղեցու վրա ազդեցություն չեն կարող գործել անգամ Հայաստանում անցկացվող համապետական ընտրությունները, որտեղ եկեղեցին հայաստանյան կառույց է, համահայկական կառույց է, եւ եթե նույնիսկ համահայկական կառույց չունի, ոչ մեկ չլինի, չի չեղարկել ոչ մեկ սահմանադրության 17-րդ հոդվածը, որը ընդհանրապես պետական, քաղաքական որևէ միջամտությունից դուրս է դնում եկեղեցին։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը նաև հակասահմանադրական ու հակաիրավական է, սա մեկ։ Երկրորդ, այդ նույն տրամաբանությամբ, եթե չեմ սխալվում, 2021 թվականին ընդդիմությունը հաղթել է այն տեղամասում, որտեղ տեղակայված է Հայաստանի Հանրապետության կառավարության շենքը։ Եթե ես չեմ սխալվում, այդ կենտրոնի տեղամասերում մի քանի ընդդիմությունը համոզիչ հաղթանակ է տարել, բայց որևէ ընդդիմադիրի մտքով չանցավ այդ հիմար հայտարարությունը անհետ անել։ Մյուս կողմից դեպքում Գյումրիում ինչով էին լիցքավորել Նիկոլ Փաշինյանը, պարտվեց ընդ։ Հա։ Հիմա պարզա, որ Նիկոլ Փաշինյանի համար ոգևորության առիթը ամենևին էլ Էջմիածնի ընտրությունները չեն այդ իմաստով, նա այդ օրը ոգևորված էր ուրիշ փաստով, այդտեղ ոգևորվելու առիթ։ Որ անասնակերտ ցորեն էին բերել դրա։ Չէ, այդ օրը ինքը Խաչիկ գյուղում մասնակցում էր պատարակի է հերթական, իհարկե այդ պատարակը ոչ լեգիտիմ անվանել չենք կարող, որտեղ կարգալույս քահանա չէր անում, բայց նրա կողքին գտնվում էր հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդը Աբրահամ Սրբազանը։ Արագածոտնի թե Վայոց ձորի։ Կներեք Վայոց ձորի, Արագածոտնի կալանավորություն կարգով։ Վայոց ձորի առաջնորդն էր գտնվում։ Ըստ իս Նիկոլ Փաշինյանը տեղեկացված է կամ կա նման երևույթ բարձր հոգևորականության շրջանում արկա ինչ-որ ճակերի մասին եւ ցավոք սրտի այդ արդեն տեսանելի է, եթե կհիշեք սրանից մի 10 օր առաջ էլ Բալթյան Միրզախանյանը, ինչ-որ տարօրինակ պատասխաններ տալի իրեն տարանջատելով Մայրաթորից, հիմա այս Աբրահամ Սրբազանի վարքագիծը, որը մի մարդու կողքին է կանգնած անկախ կարգավիճակից, որը կասկածի տակ է դնում վեհապարի լեգիտիմությունը եւ ավազանի անունով է նրան դիմում եւ այլն եւ այլն։ Իսկ ինձ թվում է ինստիտուցիոնալ անպամոնտաժման ուղղությամբ եկեղեցու Փաշինյանը ինչ-որ նշանակալի առաջընթաց է գրանցել։ Դե պարոն Սուրենյան, ձեր թույլտվությամբ պետք է արժանին մատուցել ձեր վերլուծություններին, երբ ինքը եկեղեցու դեմ հարձակումներ էր սկսում, դուք միակն էիք, որ ասում էր, որ այդ հարձակումները կարող են հաջողություն ունենալ, որտեղ մի համեմատեք դա Պարսից շահի հարձակումների հետ, Օսմանյան Թուրքիայի հարձակումների, որտեղ ի տարբերություն դրանց, սրանք ներսից արվող հարձակումներ են, այսինքն այո, պաշտպանող ժողովրդի համար, այո,
ըստ էության հայկական իշխանությունն է հարձակվում հայկական Այն ժամանակ կար Եվ ազգային դա ազատագրական պայքարի շերտ։ Այս էական տարբերությունը այն ժամանակ էլ շատերը չնկատեցին, կարծում էին թե չի ստացվի։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ գաղափարաբանական առումով ինքը եկեղեցուն չի կարող հաղթել, ինքը կարող է եկեղեցու այսօրվա ինստիտուցիոնալ Այո։ կառույցները քանդել միայն։ Ժամանակի եւ տարածության մեջ հայ առաքելական եկեղեցուն հաղթել հնարավոր չի։ Բայց այս պահին նա կարող է նաեւ օգտվելով ես հեռու եմ մտքից, որ սա Ադրբեջանի ծրագիր է միայն կամ Թուրքիայի ծրագիր է, ավելի շուտ սա գլոբալիստական արևմուտքի ծրագիր է։ Այդ օրինակ այդ աղոթքի նախաճաշում ճիշտ է քննադատական արտահայտություններ հնչեցին Փաշինյանի հասցեին։ Նաև հանդիպեց մի խումբ վեհապարի հետ, բայց չմոռանանք, որ աղոթքի նախաճաշի այդ ֆորմատը Վաշինգտոնում է սկիզբ առել, ու հատկապես դրան մասնակցելուց հետո Նիկոլ Փաշինյանը եկեղեցու դեմ կամպանիան սկսեց, հետևաբար ամեն ինչ այնքան միանշանակ չի, ինչպես կարող է թվալ այդ մի քանի քննադատական ձայներից։ Հետևաբար ես կարծում եմ այս պրոյեկտի նպատակը հենց եկեղեցու ինստիտուցիոնալ դեվալվացիան է, այսինքն գոնե այս փուլում հայ առաքելական եկեղեցին պարակտելը կամ նման պատրանք ստեղծելը, զուգահեռ եկեղեցիներ կամ աղանդներ ձևավորելը իմ խորին համոզմամբ շատ գլոբալ խնդիր է լուծվում, քանի որ արևմուտքը ձեռնամուխ է եղել Միացյալ Նահանգների գլխավորության մերձավոր արևելքում նոր ստատուս քվոյի ձևավորման է, այսպես արտահայտվենք, եկեղեցին միակ ստրուկտուրան է, որի միջոցով մերձավոր արևելքում հայկական գործոնը բավականին ուժեղ ներկայացված էր, այդ գործոնի չեզոքացման հարց են լուծում, հայ առաքելական եկեղեցու դիրքերը սասանելով։ Խորապես համոզված եմ, որ սա այս գլոբալ ծրագրի մասը, այսինքն շատ ավելի գլոբալ, քան Ադրբեջանի կամ Թուրքիայի քաշեկը հերիքի։ Դրա համար եմ ասում, այստեղ պետք չի միայն ադրբեջանական կամ թուրքական ականջներ տեսնել, դա շատ պրիմիտիվ ընկալում կլինի խնդրի, որովհետև ի վերջո պետք է ինչքան էլ Ադրբեջանը հաղթած երկիր լինի, նա քաշային կատեգորիան բազմաթիվ խնդիրներ, այո, թույլ չի տալիս բազմաթիվ խնդիրներ լուծել։ Ու ցավոք սրտի մեր քաղաքական դաշտում գերակա էր այն կարծիքը, որ գիտեք մենք միշտ մի հատ սխալի վրա ենք մեզ բռնում, մենակ եկեղեցու թեմայում չի այսպես։ Անդադ այն կանխավարկածով ենք շարժվում, որ այս մի բանը Նիկոլ Փաշինյանը չի կարող անի։ Այս մի կարմիր գիծը չի անցնի։ Ու տարօրինակ է, որ ժողովուրդը շարունակում է տես մտածել նույնիսկ Արցախի կործանումից հետո։ Երբ որ մեր ամենամեծ 2018-ին դա տեսանելի էր, երբ Փաշինյանը հայտարարեց, որ մենք որևէ իզմ չունենք։ Այո։ Իսկ իզմ չունենալ դա միայն գաղափար չունենալու մասն է, դա նշանակում է չունենք կարմիր գիծ։ Դա նշանակում է որովհետև գաղափարները, փիլիսոփայությունը կարմիր գծեր են գծում ինչ որ գաղափարի շրջանում։ Այդ մոտավորապես նույնն է, մի քիչ կենցաղայնացնեմ իհարկե, երբ որ ինչ որ մարդ հայտարարի, որ ինքը ոչ մի սրբություն չունի։ Այո։ Մոտավորապես համարժեք, հա։ Դա նշանակում է իր ծնողներին կարող սպանել, երեխաներին բռնաբարել, կնոջը վաճառել, հա ոչ մի արժեք չկա, որ իրան կաշկանդում է։ Եվ այո, մի շարք այլ հայտարարություններ էլ է նմանաբնույթ ինքը արել, որը նույն օպերայից է, օրինակ ասում է կամ ես կլինեմ կամ վարչապետ կամ երկիրը վարչապետ չի ունենա։ Հիմա էլ ասում է կամ ես կլինեմ վարչապետ կամ խաղաղություն չի լինի։ Դա մարդ է, որը պատրաստ է ցանկացած կարմիր գիծ հատելու։ Մանավանդ հոգեբանորեն ինքը եկեղեցու հետ կապված կարմիր գիծը վաղուց հատել է։ Այստեղ հարց է առաջանում, պարոն Սուրենյաց, արդեն նաև ձեր մեկ այլ համոզմունքի հետ, որ ընտրական process-ներին պիտի մասնակցել։ Բայց եթե մարդը կարմիր գիծ չունի, այնպեսի որ Արցախը կարող է հանձնել եկեղեցու հետ կապված նման բաներ անել, այդ ով ասեց, որ ընտրությունները չկեղծելու կարմիր գիծ ինքը պետք է պահի։ Իսկ ով ասեց, որ չի կեղծում, օրինակ վաղաշապատում չի կեղծել, հստակ կեղծիքի ձևերի մասին։ Ինչու մասնակցել ընտրությունների, որը կարող է կեղծել։ Ուրեմն միշտ պետք է այնպիսի համակարգ ստեղծես, որը այդ բոլոր իր արածները հաշվի առնի, այսինքն մենք պետք է հաշվի առնենք, որ իշխանությունը խաղի մեջ է մտնում +15% ռեսուրսով։ Ցանկացած ընտրության, որ մասնակցում ենք հիմա, պետք է նկատի ունենանք, որ քվեարկության
առավոտվա ժամը 8-ից սկսած պլյուս 15% արդեն իշխանությունը ունի, այդ վարչական ռեսուրսն է, ճնշումներն իր հաշվարկը 15%-ից է սկսում։ Այո, բայց դու պիտի հենց ընդդիմության տաղանդը այն պիտի լինի, որ այդ պլյուս 15%-ը գերազանցելու բան էլ կարողանա ձևավորի։ Ուրեմն այսպես է, եթե մենք ընտրությունների ինստիտուտից հրաժարվում ենք, այլընտրանքային ծրագիր էլ չենք առաջարկում, օրինակ փողոցը, իսկ ես վստահ եմ, որ հետ պատերազմյան հասարակությունների մեջ փողոցը ամենապոպուլյար ձևը չի պայքարի, ուղղակի վստահ եմ, սա միայն հայկական երևույթ չի։ Այդ 2000 պատերազմից հետո մի քանի շարժումներն էլ դա մեծ հաշվով ապացուցեցին, բացառությամբ Բագրատ Սրբազանի շարժմանը, որը կարող էր հաջողել, եթե քաղաքական օրակարգ ունենար։ Կարող էր հաջողել ոչ այն իմաստով, որ մի անգամից փլուզվեր իշխանությունը, ասենք կարող էր արտահերթ ընտրությունների հասնել բանը։ Բայց Դուրում դա լավագույն արդյունք է։ Իհարկե, դա լավագույն արդյունք է։ Օրակարգով գնալ արտահերթ։ Հիմա տեսեք, դատապետել ընտրությունների ինստիտուտը առանց այլընտրանք առաջարկելու, այդ նշանակում է առաջարկել, որ կամ լուծարենք կուսակցությունները գնանք տներով, կամ էլ հրաժարվենք քաղաքականությունից, դառնանք Ռոբին Հուդ։ Երկուսն էլ իմ համար անընդունելի է։ Միևնույնն է ընտրություններն է փոփոխության միակ արժանահավատ միջոցը, ուղղակի պիտի նկատի ունենաս, որ պլյուս 15% իշխանության բոնուսով ես մտնում խաղի մեջ։ Լավ, իսկ բոնուսը լի մի կողմ, բոնուսը ամենավատ բանը չի, որ կարող է լինել։ Այդ բոնուսից մի բոլոր իշխանությունները օգտվել են։ Այո։ Խոսքը անգամ այդ բոնուսի պարագայում պարտվելու դեպքում իշխանություն չտալն, ասում մենք ենք հաղթել, ՆԿ-ն ինչ էր այդ մեծ քթով տվանը։ Գիտեք, եթե շատ համոզիչ է, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանը հաղթել։ Ձեր գործողությունը։ Գիտեք, դրան էլ կա հակազդեցություն հետ ընտրական հեղափոխական զարգացման տեսքով։ Այսինքն ես չեմ ասում, միայն գնաս ընտրությունների, ինչ ուզում է հայտարարեն, ասես օքեյ եմ ու վերջ։ Փաստա չէ, որ օրինակ Գյումրիում բանը չասավ նրան, որ իշխանությունը կարողանա կեղծի։ Իհարկե այնտեղ կար տեղական ֆակտոր Վարդան Ղուկասյանի Մարտուն գնացին կալանավորեցին այդ Մարտուն այդ ընտրական։ Հա, բայց դա էլ թող անեն։ Այսինքն այդ ամեն ինչը, այդ ամեն բանը ռեպրեսիվ մեքենան էլ չէ, չափ ու սահման ունի։ Մի օր դա էլ էֆեկտ չի տալու։ Դա էլ հիմա ինչ ասում են Գյումրիում անի, չէ, Գյումրիում անիմաստ չէր։ Ռեպրեսիվ պատմություններն ու այդ փամփուշտները, որ մի օր սպառվելու են, ինքը ստիպեց նույն Վարդան Ղուկասյանն ու բոլորը ստիպեցին մի փամփուշտ ավել ծախսեց, այսինքն ոչ մի բան անիմաստ չի։ Իմիջիայլոց վարշապատից էլ պետք է։ Դա նշանակում է համապետական ընտրություններից առաջ ստիպել իշխանություններին հոգնել, ծախսելու էներգիա, ուժ, միջոցներ։ Տեսեք, վարշապատն էլ էլի միայն անհաջողության մասին չի։ Մենք սևեռվում ենք մենակ վերջնարդյունքն ենք նայում։ Հա, եթե համապետական ընտրության վրա պրոյեկտվի այդ արդյունքը, շատ տխուր բան կստացվի։ Բայց որպես միջանկյալ փուլ, տեսեք, ամբողջ իշխանության մեքենան կուտակվել է մի համայնքում։ Կուտակվել էր մի համայնքում։ Համապետականի ժամանակ որից 70 հատ կա հանրապետություն եւ մի հատ միլիոնանոց համայնք։ Նոմինալ ընդդիմության այդ ընդդիմության առաջի համարի տակ գնացող մարդը Սևակ Խաչատրյան, չէ՞ կարծեմ։ Առանձնապես մեծ ճանաչում հանրապետական մասշտաբով չուներ, բայց առնվազն Էջմիածին քաղաքում հավասարի մրցակցություն չէ ցույց տվեց։ Այսինքն այնպես չի, որ իշխանությունը շատ հեշտ հաղթանակ է տարել, առավել ևս ընտրա մանիպուլյացիան չլներ, խոյը չմիացնեին վաղարշապատին, Սևակն ու Խաչիկ Մանուկյանը միասին մեծամասնություն էին վերցնում եւ հաղթում էին։ Այո, ըստեղ իհարկե մի հատ ուրիշ նրբություն էլ կա, այդ ընտրատարածքների վերաձևավորումը քաղաքական նպատակով ցավոք սրտի դարել է համաշխարհային տրենդ։ Օրինակ հիմա Միացյալ Նահանգներում նույն բանով են զբաղված դեմոկրատներն ու հանրապետականները, յուրաքանչյուրը իր նահանգներում ընտրատարածքների այնպիսի սահմաններ է փորձում գծել, որ ներկայացուցիչների պալատում մի քանի տեղով իր բանը ավելացնի։ Սա նորություն չի։ Հա չէ, սա նորություն չի, առնվազն 19-րդ դարից Միացյալ Նահանգներում կիրառվում է։ Բայց ստեղ արդեն մենք մտածելու բան ունենք։ Տեսեք, Գյումրիից հետո փաստորեն իշխանությունը Գյումրի իր սխալներից ինչ-որ հետևություններ արեց։ Տեսեք, անգամ ես կարծում եմ 100% նման չի Միացյալ Նահանգների փորձին, որովհետև
ընտրատարածքների ձևավորումն այլ է, բայց մի համայնքը միացնել Իհարկե, բայց ուզում եմ ասեմ, այս երևույթը ամեն դեպքում Վաշինգտոնը միացնեին Կալիֆոռնիայի, որովհետև ասենք բանի տեխնացուն Կալիֆոռնիայի Վաշինգտոնում ձայներ ունի։ Չէ, այս կարգի գրեկ չեն անում այնտեղ։ Այնտեղ ինչ-որ սկզբունքներ են դնում, մասնագիտական հաշվարկները առաջի պլան գալի եւ այլն եւ այլն։ Դե այստեղ լրիվ կամայական են արել, իսկ ուղղակի Գյումրիից հետո նստել են, որոշել են ամենաանշար եւ հասարակության կողմից ուտվող տեխնացուն Վարշապատում ով կարող։ Սկզբում տեխնացուին են որոշել, հետո որոշել են էլեկտորալ բոնուս տան այդ տեխնացուին, այս կազմակերպչական վարչական լուծումն են գտել։ Այդքան բան։ Առանձնապես բան էլ չի։ Բացի էլեկտորալ բոնուսից նաև առաջադրվելու ցենզը, որպեսզի բավարար Այո։ Վարշապատից չի։ Դե բոնուսի մեջ նաև դա է ներառում։ Մյուս կողմից այս իշխանության թուլության մասին է նաև խոսում, որովհետև տեսեք, նշանակում է մի ամբողջ էշ միացնում մի հատ լիդեր չունեն, որը կարող էր ընդդիմության տեսանելի ոչ այնքան հայտնի լիդերին հաղթեր։ Որտեվ Սևակ Խաչատրյան անուն ազգանը շատերի չգիտեին, չէ՞, հանրապետությունում, եթե այս ընտրական ցիկլը չլներ, ու կա գուցե Արմավիրի մարզ, գուցե Էշմիածին։ Վարշապատում։ Այո, դե ընդդիմ բան նախորդ ընտրությունների բավական այո։ Հիմա մի հատ հայտարարություն շատ կարևոր արեց Դավիթ Խուդացյանը, դա արեց մնաց աղմուկի տակ այդ հայտարարությունը։ Խնդրեմ հիշեցրել։ Ազատություն ռադիոկայանին Քարոզ Արշավի վերջին օրը տված հարցազրույցում նա հայտարարել էր, ժուրնալիստը հարցրել էր ինչով եք վստահ որ ստեղ փարակարի մոդելը չի կրկնվի, հարևանությունը բանը հաշվի առնելով, նա պատասխանել էր, որ փարակարի մոդելը չի կրկնվի ստեղ, որտեվ ի տարբերություն փարակարի, այստեղ քոչարանական ուժերով է ներկայացված ընդդիմությունը, այնտեղ այդ լուծումը եղավ, որտեվ քոչարանական ուժեր չէին ներկայացված։ Սա ամենացնցող հայտարարությունն է իշխանության ամլության մասին։ Այսինքն սա նշանակում է, որ իշխանությունը խոստովանում է, որ ինքը մրցակցային որևէ ռեսուրս չունի, խոստովանում է իր քաղաքական ամլությունը եւ խոստովանում է, որ իր հաջողության միակ գրավականը դիմացինի դեմոնիզացնելն է։ Այսինքն սա հուշում է, որ ոչ ստանդարտ կրեատիվ լուծումներ, եթե ընդդիմությունը կարողանա գտնել, ընդ որում մի ուժի մասին չեմ խոսում, մի քանի ուժեր, ուղղակի իշխանությունը փլուզվելու է։ Մեկ-մեկ ասում են տան երեխուն խոսացրու, որ այդ տան մասին ճշմարտությունը իմանաս։ Հիմա Խուդացյանը քանի որ մենակ երեխուն չէ։ Փորձառու ասում են կամ տան խելապակասին կամ երեխուն։ Հա, դες մենք չորոշենք ով այն։ Չորոշենք ով է, ամենայն դեպս քաղաքական փորձառության բաշկի չի գնում։ Եվ պայտա կարել է հայտարարություն, որը ուղղակի Նիկոլ Փաշինյանի այդ ստեղծած միֆերից մի մասը քանդում է, էլի։ Պարոն Սուրենյան, Նիկոլ Փաշինյանը անդադ խոսում է ժողովրդի անունից, աղքատների իրավունքների պաշտպանությունից, բայց մենք տեսնում ենք իրենց պաշտոնյաները օլիգարխացել են։ Այսպես ժողովրդի համար որպես ցուցափեղկային նմուշ պահել են Փաշինյանի բուլաթից ատամը, բայց ասենք իրենց հետո նախարարներ, բան այսօր մամուլը գրել էր, որ նախարարներից մեկը մի քանի $1000 պայուսակ է, պահում։ Ժողովուրդը ձեր կարծիքով շարունակում է հավատալ Փաշինյանի բուլաթից ատամին եւ կարծել, որ այս ժողովրդական կառավարությունը օլիգարխացված կառավարություն չի։ Մի հատ շերտ կա, որը շատ փոքր շերտ է, կամ շատ փոքր չի, բայց իմ գնահատմամբ մի 10-15%-անոց շերտ է, որը կրթական, բարոյական, սոցիալական բազմաթիվ հատկանիշներ այդ շերտի մոտ բացակայում է։ Նու այստեղ հիշենք Հյուգոին մոտավորապես այն վաղ թշվառների բանակեր ինքը ասում, հիմա ասենք Լյումպենի շերտ, այդ Լյումպենը, որը բարոյական, սոցիալական, կրթական պատշաճ նկարագիր չունի, շերտը գուցե հավատա, որովհետև ամեն անգամ Փաշինյանին տեսնելուց նրա մեջ հայտնաբերում է իրեն։ Բայց հասարակության մյուս խմբերը, իսկ դրանք մեծամասնություն են 60-70%, վաղուց չեն հավատում այդ լեգենդին, որ ինքը սովորական մարդու շահերի պաշտպանն է, որովհետև այդ դեմոնիզացիան, ինչի մասին քիչ առաջ խոսում էի, կարող էր աշխատել մաքսիմում մինչև 2022-23 թիվը,
որովհետև Արցախի կործանումից հետո Փաշինյանը ոչ միայն քաղաքական պատասխանատվություն որոշեց չստանձնել, այլ իշխանությունը տարավ աննախադեպ գրեհիկացման ճանապարհով, որպիսի ամրապնդի այդ մեր դեմ խաղ չկայի տրամաբանությունը, որովհետև ինքը հասկանում էր, որ այլևս հետ գնալով կամ հասարակությանը ապավինելով իշխանություն պահել չի կարող։ Իշխանությունը օլիգարխացավ հենց այդ պատճառով, երբ որ զրկվում ես հասարակական հենարանից, քո համար հարազատ են դառնում այն հորի մեթոդները, որոնց դեմ իբր հերոսաբար պայքարել է ժամանակին։ Դրա համար իրանք իրանց օլիգարխներին բուծեցին, ասենք նախկիններից էլ որոշ օլիգարխների նախկիններից որոշ օլիգարխների որդեգրեցին, կարծեմ Վայոց ձորի մարզպետն է, չէ՞, մարզպետի որդին է, այդ հայտնի ջերմի։ Եվ ինձ գիտեք ինչն է զարմացնում, օրինակ Վայոց ձորի եւ այսպես կարելի է շատերին դիմել։ Վայոց ձորի մեր սիրելի հայրենակիցները, որոնք արդարացիորեն զզված էին նախորդ համակարգից։ Գոհեք, այսինքն ձեր նախորդ համակարգի ձեր ներկայացուցիչը Արսենյանն էր։ Հայրը, այսօրվա նախապետի հայրն էր, հիմա որդին է։ Այսինքն ինչով փոխեցիք, ձեր կյանքում ինչ-որ բան փոխվեց, Սարգսյան։ Բայց դե ուզում եմ ասեմ, որ հասարակության մեծամասնության համար արդեն պարզ է, որ սա օլիգարխացած իշխանություն է։ Էլ չեն հավատում ատամին։ Վստահ եմ, որ ոչ, հակառակ դեպքում բոլոր ընտրարշավերում Գավրոշի կարգավիճակում կհանդիպենք Նիկոլ Փաշինյանին։ Բայց չկա, չէ՞ ինքը ընտրարշավերում։ Ընդհակառակը Գյումրիում հայտնվեց Գյումրիում մի հատ են առաջի հանդիպանը գնաց, խոսած Թալանի վերադարձից բանից, հետո Գյումրիում շատ վատ ռեակցիա եղավ, որոշեցին, որ մնացած հանդիպումներին չմասնակցի։ Վաղար շաբաթում ընդհանրապես չերևաց։ Դե Փաշինյանը դարձել է ԿՊ-ի խելառ հորքուրը, որ հարցանիքներին աշխատում են դուրս չան։ Ուրեմն շատ պարզ դուք ձեր հարցին պատասխանեցիք, այսինքն սոցիալական արդարության, Քյասիբի վարչապետի իմիջը այլևս ոչնչացված է։ Հակառակ պարագայում սովորական մարդկանց մարդամեջ դուրս գալու տեղ են, չէ՞ տեղական ընտրությունը։ Ամենալավ ընտրություններն են սովորական մարդկանց սրտերը շահելու համար։ Բայց նրան հեռու են պահում, իսկ օրինակ Ալեն Սիմոնյանի կարգի մարդիկ այն վերջի պահին մի հատ sense ֆոնի համար երևում են, որ լրիվ անտեր չերևա իրանց տեխնացուն, էլի։ Եվ նույնիսկ հաղթանակի ու գիտեք այս անգամ իմ համար ինչներ արտարոց։ Իրանց հաղթանակի վրա զարմացած էին այդ մարդիկ։ Բա կառավարող կուսակցությունը հաղթի ինչ-որ տեղ։ Ինչ-որ մի հատ թիմ, ընդ որում երյակի մեջ մտնող քաղաք էլ չի, էլի։ Ну, կարևոր քաղաք, կարևոր համայնք, այդ ընտրությունում հաղթի տեն զորնադողելով նշի։ Կառավարող կուսակցությունը ընդհանրապես զուսպ ալնում եւ շատ վստահ իր ուժերի վրա եւ նման բան դրսևորումներ, անզուսպ դրսևորումներ հաղթանակից հետո չի ունենում։ Այդ ոնց որ երեխու ձեռը խաղալիք։ Իրանք էլ չեն հավատում։ Իրանք էլ չեն հավատացել, որ այնուամենայնիվ հնարավոր է հաղթել։ Իսկ թվում այս քրեական գործն էլ, որի պատճառով բերման նախապես արել էին, որ պարտվելու դեպքում պետք է պարտվես կալանավորեն, այո։ Հա, հիմա ուղղակի բանը, մի բան փոխվավ, այդ մարդկանց բախտը բերես, կալանքի չտարան։ Ստորագրությամբ կարծեմ ազատ են արձակել, բայց այս նախորոք զակատարած գործեր էլի, որ հանգարց ընդդիմությունը հաղթի, կարծեմ Մայր Հայաստանի տեխնացուների հետ կապված էլ չէ, ԱԾ-ում ինչ-որ նյութեր էին նախապատրաստել։ Այսինքն նախորոք մի քանիսս գործեր նախապատրաստել էին, որ պարտության դեպքում կարողանան շոու սարքել։ Չէ, շոու չէր մեր։ Ռեպրեսիվ իրանք ինչ էին պլանավորել ըստ իմ տեղեկություններ, որ համայնքապետի ավականու առաջին նիստին այդ բոլոր մարդկանց ձերբակալվելու էին, նրանք չէ որ ավականներ էին լինելու։ Եվ ԿՊ-ն այդպես մեծամասնություններ տալու քաղաքապետ էին, կամ քաղաքապետ։ Շատ մանր ժուլիկություն էին պլանավորել։ Հիմա չեն էլ իմանում երևի այս քրեական գործերի հետ ոնց վարվեն, ամեն դեպքում հարուցվել է, չէ։ Մի առաջարկում ԿՊ-ականներին կալանավորեն։ Մեկին պետք է գալ։ Էսա իրանց այդ բան անզուսպ ուրախությունը, քեֆ, զուռնա դհոլ, ընդհանրապես անհասկանալի է, կառավարող կուսակցությունը, որը սկզբունքորեն, եթե իրանց լսես հասարակական վստահության մանդատը չեն կորցրել, պիտի շատ ինքնավստահ լիներ, բայց մի փոքր համայնքի ընտրություններ հաղթելուց Եվ ըստ կողմից հաղթել են միայն
ընտրական օրենսգրքի շատ վատ մշակված լինելու արդյունքում, որտեղ 48%-ը 50+1 չի։ Այո։ Եվ կարծում դուք ինչպես եք կարծում, որպես քաղաքական գործիչ, երկար փորձառություն ունեցող մարդ, մենք չպիտի ազատվենք նման կարգավորումից, որ մարդիկ 50+ չեն ստանում, երկրորդ փուլը լինի կամ ինչ-որ այլ մեխանիզմ պիտի երկրորդ փուլ լինի, այսինքն կամ այլ մարդիկ մեխանիզմ լինի, որովհետև դա բնական չի, ընդհանրապես ես մի բան ասեմ, սահմանադրական կարգավորումները եւ դրանից բխող ընտրական ու այլ ունեցդրություններ Հայաստանում այնպես են կարգավորված, որ լեգալ ճանապարհով իշխանափոխությունը շատ դժվար է։ Լեգալ ճանապարհով, օրենսդրորեն բարդացված է լեգալ ճանապարհով իշխանափոխությունը։ Այո, պիտի ստեղ տրամաբանորեն լիներ երկրորդ փուլ։ Կամ ինչ-որ այլ մեխանիզմ, հա? Որովհետև ստացվում է, որ տեսեք, 48% նախ գալիս է 45%-ը, հետո դրա 48% հավաքածը դառնում է համայնքային, ընդ որում միայնա իշխանություն։ Եթե կոալիցիա լիներ կամ որևէ այլ բան, էլի հասկանալի կլիներ, ու կոալիցիաները բոլորը այդպես են, անկատարություն շատ ունենք։ Հիմա բանում էլ է, չէ՞, մեր ազգային ժողովում էլ ընդհանրապես կառուցվածքը այնպեսին է, սահմանադրական, ընտրական կարգավորումները, որ լեգալ իշխանափոխության հնարավորությունները շատ փոքր են։ Եվ այդ անիմաստ բոնուսները, որ ինչ որ ուժի տալիս են, այդ բոնուսների համակարգը պիտի հանեն, այդ կայուն մեծամասնության խայտառակ սկզբունքը պիտի վերացվի, դա էլ արդեն ազգային ժողովի կառավարության ձևավորման ժամանակ բարերը պիտի վերացվեն, դա այդ ամոթ է 21-րդ դարի բաներ չեն։ Դե պարզ օրինակ, ասենք վարչապետի հրաժարական տալը այնքան բարդեցված է, 2 անգամ պիտի չընտրվի, 3 անգամ պիտի օդ թռնեն, մի հատ օդ կրակեն, մի հատ էշ միլիցա խաղան նոր մի բան էլ պարզ ասենք, որ այնքան իմիտացիան շատ է այդ գործընթացում, որ քաղաքական process-ը արժեզրկվում է։ Այո։ Ինչ է նշանակում ձևական առաջադրվել, չընտրվել։ Հիմա դրա համար էլ մարդը փաստացի ոչ մի օր հրաժարականի ռեժիմում չի գտնվել, ասում երկու անգամ հրաժարական եմ տվել։ Նույնիսկ սահմանված չի սահմանադրորեն, հրաժարական կոչվածը ինչ է։ Օրինակ մենք միջև Նիկոլ Փաշինյանի եւ սահմանված չի, որ այդ մարդը հրաժարական տալուց հետո այդ լիազորություններից իրավունք չունի օգտվել։ Միջև Նիկոլ Փաշինյանը հրաժարականի երկու հատ դեպք գիտենք, որ մարդիկ թողը գնացել են տուն։ Մեկը Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն էր, մեկը Սերժ Սարգսյանի, չէ։ Նիկոլ Փաշինյանը եկավ, հրաժարականի նոր ինստիտուտ մտցրեց, ինքը հրաժարական է տալի, բայց ոչ մի լիազորությունից չի հրաժարվում։ Պետական պահպանության ծառայությունն է, ամառանոցն է եւ այլն։ Ու նույն վարչական սուպեր հեռախոսն է, որը հրանքներ է տալիս, ու այդ բանով ամբողջ վարչարամայական համակարգով մտնում է էլի ընտրությունների մեջ։ Նույնիսկ բանը կառավարության նիստեր է վարում, որպես վարչապետի պաշտոնակատար, դա вообще абսուրդ է։ Բայց այդ ամեն ինչը գալիս է մեկ է սահմանադրության անկատարությունից։ Շնորհակալ եմ պարոն Սուրենյան, շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես շեշտում զրուցում էի Սուրեն Սուրենյանցի հետ, Դեմոկրատական այլընտրանք կուսակցության ղեկավար, ցտեսություն կհանդիպենք։